Դիանա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում Հենրին զանգում է Անգելինային և ասում, որ հանդիպում է նշանակված ԶԱԳՍ-ի մոտ, իրենց պաշտոնական բաժանությունը գրանցելու համար։ Անգելինան քարանում է։ Նրա համար սա դառնում է անսպասելի հարված։ Նա գիտեր, որ Հենրին վիրավորված է, բայց երբեք չէր պատկերացնում, որ վերջը այսքան մոտ է։ Նա գնում է հանդիպման և շատ մեծ դժվարություններ հաղթահարելով իրենց մեջ, նորապսակ ու իրար անչափ սիրող զույգը պաշտոնապես բաժանվում է, ամեն մեկը գնալով կյանքի իր ճանապարհով։ Սոսն էլ, որը կարճ ժամանակով հայտնվել էր ճաղերի հետևում, մի երիտասարդի ծեծելու պատճառով վերջապես ստանում է ազատություն։ Երիտասարդը, ում վրեժի կրակը բոցավառվել էր Սոսի դեմ, ուշքի գալուց հետո հանդիպում է Արամին։ Այս հանդիպումը դառնում է բեկումնային։ Արամը շատ հստակ ու սառնասրտորեն ներկայացնում է պատկերը, ասելով, որ եթե այս ամենը չավարտվի հենց հիմա, ապա այն կվերածվի պատերազմական կործանման։ Նա հիշեցնում է, որ երիտասարդն ունի ընտանիք, մայր, քույր, մարդիկ, որոնց կյանքը հնարավոր է մեկ հարվածով կոտրվի, եթե ինքը շարունակի պայքարը։ Այդ պարզ, բայց ուղիղ նախազգուշացումը ստիպում է երիտասարդին վերագնահատել իրավիճակը։ Նա որոշում է չհայտնել Սոսի անունը, փաստացի հրաժարվելով վրեժխնդրությունից։ Արդյունքում Սոսը ազատ է արձակվում խուսափելով երկարատև պատժից։ Բագրատի մահն էլ դարձավ հերթական ողբերգության սկիզբը։ Նրա հուղարկավորությունը դառնում է մեծագույն տրամատիկ հանգրվան։ Ողջ ընտանիքը ներկա է, դեմքերով սգացող, ներսում խեղդող լռությամբ։ Մահը, որքան էլ հակասական լիներ Բագրատի կերպարը, միավորել է բոլորին վերջին հրաժեշտի պահի առաջ։ Բայց այս հանգիստ ցավի մթնոլորտը կտրուկ խախտվում է, երբ Լիլիթը մոտենում է Աննային ու բացեիբաց ասում՝ նա է սպանել իրենց հորը։ Սոսը միանգամից որդուն Արամին խնդրում է հեռու տանել Լիլիթին, որպեսզի նա չսրի իրավիճակը ու նոր միջադեպ չառաջացնի։ Սակայն բեմը նոր ողբերգության արդեն պատրաստ էր։ Աննան պատրաստվում է հեռանալ գերեզմանոցից Անգելինայի հետ, երբ Լիլիթը հանկարծ հանում է ատրճանակը։ Ոչ ոք չէր սպասում նման քայլ։ Կրակոցը հանկարծակիի է բերում բոլորին, բայց հենց այդ պահին Աննան իր մայրական բնազդով անմիջապես իր մարմնով ծածկում է Անգելինային, պաշտպանելով դստերը, ում համար այսքան տարի մղել էր ներքին պայքար։ Գնդակը խոցում է Աննային, նա միանգամից ընկնում է գետնին, անշարժ, իսկ դեմքին մի վերջին հայացք, որը խառնված է ցավի, զոհաբերության ու մայրական անսահման սիրո։ Հենրին վազում է դեպի Աննան, գոռալով «Մամա», սարսափած ու անզոր։ Անգելինան ևս դողացող ձեռքերով գրկում է մայրիկին, արցունքը խառը շշնջում «Մամա»։ Այս պահին նրանք երկուսն էլ հասկանում են, որքան խորն է կապը իրենց միջև։ Տապօգնությունը սրընթաց տեղափոխում է Աննային հիվանդանոց։ Բոլորի վախեցած հայացքները կրկնվում են մի նույն բառի շուրջ՝ կփրկվի արդյոք։ Բժիշկները միանգամից անցնում են վիրահատության։ Աննայի կյանքը մազից է կախված։ Որոշվում է ճակատագիրը։ Նրա պես մայրերը կռվում են վերջին շնչով, ոչ թե իրենց համար, այլ նրանց, ում սիրել են անձնազոհ, անսահման ու անշահախնդիր։ Այսքանից հետո էլ եթե Լիլիթին չտեղափոխեն հոգեբուժարան կամ բանտ, արդեն կլինի շատ մեծ հիմարություն։ Հարգելի հետևորդներ, արդյոք Աննան կմահանա։ Գրեք մեկնաբանություն։